եկել եւ հարց չտվեցի, որոշեցի ավելի հարցերս այս ձևակերպել։ Ուրեմն իմ գործընկերները բավական մանրամասն խոսեցին եւ նկարագրեցին այն բոլոր դեպքերը, որով ուղղակի դժվար է չնկատել երկակի ստանդարտների բացահայտ կիրառումը։ Այստեղ ձեր բացատրությունները ինչ որ կային, մեղմ ասած համոզիչ չեն կարող լինել։ Իհարկե մենք սովոր ենք արդեն երկար տարիներ զգում ենք այս երկակի ստանդարտների հստակ կիրառումը, թե այս իշխանությունը գալով իշխանության, մինչև գալը իշխանության, ինչ սկզբունքներից էր խոսում, ինչերի մասին էր խոսում եւ ի վերջո գալով իշխանության նույն այդ դեպքերը ինչպես է նկարագրում, նույն ոստիկանական բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումները եւ մնացած շատ հարցերը։ Հիմա տեսնում ենք ճիշտ հակառակը, երբ որ ամեն գնով արդարացվում է, թաղապետի կողմից մարդու ծեծելն է, ինչ որ sense արդարացնելու նրբերանգներ տրվում, մնացած շատ այլ դեպքեր։ Հիմա վերջին 4 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ խոշտանգվել են բողոքի ցույցերի ժամանակ, անհնազանդության ակցիաների ժամանակ եւ սրանց այս դեպքերից շատերը ձայնագրվել է մինչեւ հիմա YouTube-ում կան տեսանյութերը այդ ամեն ինչի, բայց տեսնում եք, որ գործեր չեն հարուցվում կամ ձևական այսպես հարուցվում են քրեական գործեր, խոշտանգման հատկանիշներով եւ այդ գործերը ոչ մի ընթաց չեն ունենում։ Ես կուզեի ձեր ամփոփիչ ելույթում սրան ավելի մանրամասն անդրադառնալ, օրինակ, քանի ոստիկան է ենթարկվել պատասխանատվության կամ թեկուզ մեղադրանք առաջադրվել, հեռացվել համակարգից քաղաքացուն խոշտանգելու համար։ Ինձ գոնե նման բան ծանոթ չէ։ Օրինակ դեպքերից խոսեցինք, եղել է Արծվիկ Մինասյանի, գործընկեր Արծվիկ Մինասյանի դեպքը, որտեղ գործը կարճվել է եւ միայն նրա համառության արդյունքում դատարանը ստիպել է, այսինքն նորից գործը հարուցել եւ այն հետապնդել։ Հիմա խոսում եք օրինակ Աշոտ Սիմոնյանի հետ կապված գործին, ելի իմ գործընկեր, որտեղ հստակ երևում է տեսանյութերով ինչ է կատարվել եւ հարց եք բարձրացնում, ասում եք, այ ինչի ինքը չի գալիս, չի ներկայանում հարցաքննություն տալու, դատաբժշկական եզրակացության հետ կապված։ Այստեղ խոսք գնաց նաև Տիգրան Ուլուբաբյանի մասով, որտեղ ասում եք, դե ինչ անենք, դատաբժշկի եզրակացությունը ցույց է տվել, որ վնասվածք չկա։ Խոսք գնաց նաև Սամվել Վարդանյանի գործի հետ կապված, որտեղ շատ զզվելի, զազրելի արարք է կատարվել իր հետ եւ այստեղ էլ ոչինչ չկա։ Հիմա ես լսելով այս ձեր արդարացումները զուգահեռ չեմ կարող իմ գործը չհիշել, որովհետեւ իմ դեպքում կա եւ ներկայացել եմ, եւ հաղորդումը տրվել է, եւ հարցաքննությունն ա եղել, եւ կա դատաբժշկի եզրակացությունը վնասվածքները հաստատող։ Ամեն ինչ կա։ Բոլոր գործողություններն արվել վերջացրել են, առերես հարցաքննությունները, ամեն ինչ։ Դեպք տեղի անցել 23 թվականի սեպտեմբերի 22-ին, ինչքան ժամանակ անցել, տարի ու կես կամ ավել, ոչինչ չկա, ոստիկանները շարունակում են աշխատել ու այդպես, կարծես այդպես էլ պետք է լինի։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպն ազեկույցում նշել այդ դեպքը, անվանական, կոնկրետ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասով, բայց այստեղ քննչական մարմինները քննիչը չեն տեսնում այդ ամեն ինչը։ Հասկանում եք, սրանք հարցեր են առաջացնում։ Սրանք լուրջ հարցեր են առաջացնում եւ այստեղ երբ որ մենք բարձրաձայնում ենք երկակի ստանդարտների մասին, սա օդից չի, սա մենք հստակ տեսնում ենք այս ամեն ինչը։ Քաղաքացիական պայմանագրի քարտուղարը, երբ որ ես հիվանդանոցում ոստիկանների վնասվածքներով պարկածեի, Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույց էր տալիս, երբ որ նույնիսկ Պետրոս Ղազարյանը ասում է, բայց լավ, հստակ երևում էր, չէ, ինչ էին անում ոստիկանները, ասում է, դե թող դիմեն իրավապահ մարմիններին, եթե խնդիր կա։ Դիմել ենք։ Ու ինչ։ Դիմել եմ։ Ինչ եղավ, ինչ որ բան փոխվեց։ Ինչ է փոխվել։ Այսինքն հասկանում եք, այնքան ակնհայտ է այս ամենը, որ այստեղ ինչ որ ամեն գործի հետ կապված փորձում եք մի անկյան տակ բացատրություն տալ։ Գոնե իմ դեպքում բացարձակապես դա տեղին չի ու զուգահեռ կա մյուս գործը, որտեղ չկա ոչինչ, այսինքն կա ամեն ինչ։ Կա դատաբժշկի եզրակացություն, որ ոստիկանները ոչ մի վնասված չունեն, անգամ քերծվածք։ Դատաբժշկի եզրակացությունը։ Կան տեսանյութերը հստակ, որտեղ այնինչ իրենք են ասում, ոչ մի կերպ չի
երևում չկա նման բան, եւ կան նաեւ մնացած բոլոր ցուցմունքները, ովքեր չեն հաստատում այն, ինչ ասում է ոստիկանը։ Բայց մեկ հոգու ցուցմունքի վրա գործ է հարուցվում 2-ից 5 տարի բանտարկելու այսպես հույսով։ Հիմա այս ամեն ինչ ունենալով ինչպես մենք հավատանք ձեր խոսքերին։ Այսքանը։ Անդրանիկ Քոչարյան, հաջորդ ելույթի համար համեցեք։ Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, շատ լավ դասավորություն ստացվեց գլխավոր դատախազի զեկույցից հետո քննչական կոմիտեի ղեկավարի զեկույցը եւ բարձրացնում է, որ հաջորդը կլինի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի զեկույցը, շղթան մեզ տալիս է հնարավորություն հասկանալու, թե մենք ինչի միջով ենք անցնում եւ ինչ խնդիրներ ունենք լուծելու։ Եթե հիշում եք, իմ հարցը, որ ես հնչեցրեցի գլխավոր դատախազին, հիմնականում առաջվում էր հոկտեմբերի 27-ին, այսօրվա իմ եւ ելույթս նույնպես առնչվում էր հոկտեմբերի 27-ին եւ դատախազության կողմից իրականացված գործողություններին, ոչ թե 27-ի, այլ նաեւ այլ գործողությունների, բայց դա առանձին թեմա է։ Պարոն Օհանյանին ուզում եմ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել գուցե քննչական մարմիններում, բայց Նիկոլ Փաշինյանը 10 ժամ եղել է ազգային ժողովի կողմից ձևավորված քննիչ հանձնաժողովում, որից 5 ժամը բաց եթերով ներկայացրել է այն ինչ որ պետք է ներկայացներ հանրապետության վարչապետը եւ մյուս 5 ժամը փակ ձևաչափով պատասխանել է ազգային ժողովի պատգամների հարցերին եւ այդտեղ դուք բացակայում եք։ Ունեք այդ հնարավորությունը, բացակայեցիք։ Դա ձեր իրավունքն է եւ հիմա անդադ որ պահանջում եք քննիչ հանձնաժողովի օր առաջ զեկույցը, դուք կարող եք ավելի շուտ այդ զեկույցին ծանոթ լինեիք, բայց սեպտեմբերի 27-ից հաջորդող օրերի ընթացքում դա կներկայացվի ազգային ժողովին։ Սա Նիկոլ Փաշինյան, բայց նաև քննիչ հանձնաժողովը ուղարկեց ձեր կողմից շատ հարգված երկու գեներալների, որպեսզի իրեն գան եւ որոշակի հարցերի պատասխանեն Տիրան Խաչատրյան գեներալ լեյտենանտ եւ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյան։ Դրանք ձեր սիրելի գեներալներն են, որից մեկը եղել է երկուսի հետ էլ անցած ճանապարհ ունեք, բայց նրանք մերժեցին, հիմնավորելով չհիմնավորված տեսակետ։ Իրանց իրավունքն է։ Դրա փոխարեն իրենք գնացին քննչական կոմիտե եւ սկսեցին քրեական գործի շրջանակներում պատասխանել քննչական մարմինների կողմից տրված հարցերին։ Ասեմ, որ քննչական մարմինները 13000-ից ավել քրեական գործեր ունեն, հարուցած, որոնց եւ դավաճանության հոդվածներ կան, եւ թերացումներ, ամեն ինչ, այն ինչ որ պարոն Արթուր Պողոսյանը ներկայացրեց։ Պարոն Պողոսյան, դուք այն պաշտոնյան եք, որ 18 թվականից հետո զբաղեցրել եք մի շարք պաշտոններ քննչական մարմիններում, դա ազգային անվտանգության ծառայության քննչական ծառայության ղեկավար, հետո դատախազություն, հիմա քննչական կոմիտեի ղեկավար։ Մեր երկրի ճակատագրական իրողությունների մեջ շատ կարևոր գործերը ձեզ ծանոթ են, սկսած հոկտեմբերի 27-ից։ Ինչ էր մինչև հոկտեմբերի 27-ը մեր երկրում տիրող իրավիճակը։ Հայաստանի ժողովուրդը օրինական ճանապարհով, լեգիտիմ ճանապարհով ընտրեց օրինավոր իշխանություն, հանձինս միասնություն դաշինքի։ Եվ այդ իշխանությունը ձևավորեց իշխանության մարմիններ, նշանակեց վարչապետ, նախարարներ եւ գործում էր։ Եվ դա չներվեց մեր ժողովրդին, տեղի ունեցավ հոկտեմբերի 27։ Եվ իշխանության մյուս թևի ներկայացուցիչը, հանձինս հանրապետության նախագահը, որ մինչ այդ հայտարարել էր իրեն Անգլիայի թագուհու կարգավիճակով, այսինքն պարապեր, եկել սկսվեց իշխանության համար պատերազմ։ Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը ընկավ մի հատ դահավիժեց այնպես, որ մեր բոլոր անհաջողությունները սկսեցին դրանից հետո։ Դրանից հետո եղավ եւ մարտի 1, եւ քարորիա պատերազմ, եւ 44-օրյա պատերազմ, եւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողությունները, որը նույն բովանդակությունն էին, ինչ որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին։ Պարզապես այդ օրը չկարողացան գտնեն Նիկոլ Փաշինյանին։ Գտան Արարատ Միրզոյանին եւ կադրերից պարզ տեսնում եք, որ հրոսակախումբը ասում էր, «Էլ մի խփեք, նա արդեն դիակ է», այսինքն իրենք դիակ էին ուզում տեսնել եւ լավա որ պարոն Միրզոյանը ողջ մնաց եւ այսօր էլ արտաքին գործերի նախարարությունը ղեկավարում է եւ իրականացնում է այն նպատակը, որ կոչվում է խաղաղության օրակարգ։ Բայց կներեք,
այդ գործողությունների մեջ ներգրաված էին ուժեր նույն նոյեմբերի 9-ից 10-ը խմբեր, որը ես համոզված եմ գոյություն ունեին նաև մարտի 1-ին փողոցում, որտեղ իշխանությունները հոկտեմբերի 20-ից հետո գտան այն ուժը, որով պետքա պահեին իշխանությունը, կեղծեին ընտրությունները։ Այդ ուժը թաղի խուժանն էր։ Բոլոր թաղերում 18 թվականին բոլորս տեսել ենք Փարաքարի խաչմերուկ, Էրեբունի թաղամաս, խմբեր, բայց այդ խմբերը Փաստավակ խմբի զեկույցներից մեկում հստակ նշված էր, այդտեղ միայն համազգեր չէին ստացել, այդ խմբերը ունեին պարագլուխներ, եւ այդ պարագլուխներից շատ-շատերը հիմա էլ եթե չեն փախել Հայաստանից, գտնվում են այդ տարածքում եւ շատ կենսունակ են։ Ինի տուսի գիշեր տեսակ մի հրահանգով բոլորը լցվեցին փողոց, գնացին այն ուղություններով, որտեղ պետքա լուծեին իշխանության խնդիր։ Եթե հաջողվեր գտնեին Նիկոլ Փաշինյանին, այդ դեպքում կներեք նույն նպատակը, որ դրված էր Արարատ Միրզոյանին այդպես հոշոտելու մեջ, ավելի դաժան կլինեին հանրապետության վարչապետի նկատմամբ եւ կլիներ հերթական հոկտեմբերի 28-ը երկիրը կմտներ քաոսի մեջ եւ դուրս չէր գալու։ Հետո սկսեցին մեղավորներ փնտրել, իշխանություն ձևավորել, ով ոնց պատկերացնում էր, էլի թաղի խուժանը ձևավոր իշխանություն, ընտրության ձևով լիներ, թե այլ ձևերով, մենք դա տեսել ենք։ Պարոն Պողոսյան, Մարտի 1-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որտեղ ուզենք թե չուզենք, Մարտի 1-ի զեկույցները դեռ իրենց արժանի ոչ միայն գնահատականի չի ստացել, այլ դատարաններում դատաքննության փուլում չի պարզաբանվել 0038 հրամանը, նրա մեջ ներգրաված զինված ուժերը, այն պաշտոնյաները, որոնք որոշումներ են կայացնում, արտակարգ դրության ժամանակ թե ոչ, այն նախարարները, որոնք լքեցին Հայաստանը, մինչև հիմա չեն կարող գտնենք։ Ուր է Միխայել Հարությունյանը, գնացեք, եկեք գտնենք։ Պաշտպանության նախարարները, որոնք երկիրը պիտի պաշտպանեն, փախան։ Վիգեն Սարգսյան, Միխայել Հարությունյան, Արշակ Կարապետյան, այս ինչ աղետ է, այս ինչ փորձանք։ Բոլորը պետքա գան եւ պետքա այս երկրի առաջ, քանի որ այդ պաշտոնը ստանալուց իրանք երևի չեն հասկացել, այդ այն պաշտոններն են, որտեղ որ կրվում է մեծ պատասխան մեր ժողովրդի առաջ, անվտանգային համակարգի համար մեկ պաշտոնյաներն են եղել։ Չկա։ Ցնդեցին։ Շատ լավ։ Հիմա մարտի 1 եւ 44-րդ պատերազմ հոկտեմբերի 27, երբ որ ես այդ հարցը տալիս եմ, ակնկալում եմ նաեւ, որ այդ պատասխանը այնուամենայնիվ այսօրվա եզրափակիչ խոսքում գլխավոր դատախազը պետքա հիշատակեր, որ այդտեղ խնդիրները կան եւ ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր խոսքում նաեւ նշեցիք, որ անջատված մասով խումբը աշխատում է իմ հորդորը ձեզ, քանի որ ես բոլոր գործերին ինչ որ չափով ի պաշտոնը ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ քննչական խումբը, որը որ հոկտեմբերի 27-ով զբաղվել այս գործով, պարոն Գագիկ Ջանգիրյանի գլխավորությամբ այնտեղ բարձրակարգ քննիչներ են եղել, ես մի քանիսի անուն տվել եմ, որպես խորհրդատուներ կանչեք։ Նրանք այնպիսի ինֆորմացիա են տիրապետում, որ ոչ միտեղ չեք գտնելու։ Ես գիտեմ, որ Արգիշտի Քարամյանը, երբ որ զբաղվում էր ազգային անվտանգությունում նաև դուք այս գործով, նաև ուղղությունների եք բաժանել եւ այդ ուղղությունների մեջ շատ կարեւոր են եղել այն ձայնագրությունները, որը մինչեւ հիմա գուցե փոշի է դրածվել են։ Մինչեւ հիմա մենք չգիտենք 27-ի զենքերի դրա առնչությամբ հետ կապված գործերը, բայց հիմա խոսքը վերաբերվում է անջատված մասը, օր առ աջ, որպեսզի գտնի այն ամենի պատասխանը, որը մենք կորցրել ենք։ Կորցրել ենք, որտեղ անկեղծ չենք եղել, չենք ուզել որ բացահայտվի։ Շատ ազդեցիկ ուժեր են եղել։ Ուզունյանի փախուստը ձեզ օրինակ, Սամվել Ուզունյան։ Երբ որ վիճակ փոխվեց Հայաստանում, մեկ էլ պարզվեց, որ գտել են մի դատավորի, որը արագացված, նույնիսկ կարևոր վկաներին կարող այսպես արանքից չրտի գցեն կողմ, ոնց։ Բա Ուզունյանի տեղը չգիտենք։ Բա դուք ասում եք, հարց տվեցին ձեզ, քննչական մարմինը ազգային անվտանգությունում էֆեկտիվ էր, կարող եմ ասել, այո, էֆեկտիվ էր, շատ։ Որակական ցուցանիշը շատ բարձր էր։ Դուք ասեցիք, որ այն քննչական մարմինը, որը ունի օպերատիվ ծառայություն, խնդիրները նաև արագության եւ օպերատիվության մեջ զիջում են։ Դա էլ է ճիշտ։ Մենք որոշում ենք ասել առանձնացնենք եւ ամբողջացնենք քննչական մարմինները, բայց չէ որ հատուկ քննչական ծառայությունը, որ հետո դարձավ հակակոռուպցիոն, հա, մարմին, ինք ունի օպերատիվ ծառայություն եւ իր նաեւ աշխատանքի հաջողությունը այսօր պայմանավորված է նաեւ այդ ծառայության լինելիությամբ։ Եկեք մի հատ այստեղ մտածենք ինչ ենք անում, որպեսզի այն հիմնական խնդիրները, որ արագ պետք է լուծումներ գտնեն, կառուցվածքային եւ բովանդակային առումով կարողանանք ճիշտ ընթացակարգերի մեջ տեսնենք, պարոն Պողոսյան, քննչական կոմիտեն,
ոչ միայն 44 օրյա պատերազմի, քառօրյա պատերազմի։ Եվ հետագա այսօր շատ մեծ ծանրության բեռ է վերցրել իր վրա, որովհետև հիշում եք երկու լսումներ արեցինք անհետ կորածների եւ գերիների հարցով։ Առաջինում կար այսպես շփոթվածություն, բայց երկրորդում այնուամենայնիվ քննչական մարմինները ցույց տվեցին, որ ունեն իրականացրած քննչական գործողություններ, որտեղ նաև անհետ կորածների հետագիծն է տեսանելի դարձրել։ Ակետից բեկետը եւ մինչեւ այդ պահը, որտեղ մենք կապը կորցրել ենք, դա էլ աշխատանք, դա էլ է գործողություն։ Բայց այդ ամենը պետքա չասենք, որ արեցինք ու բավարարեցինք, այս հարցերի մեջ պետքա անսահման նվիրվածություն, որտեղ եթե այդ նվիրվածությունը չլինի պետության նկատմամբ պարտականությունների կատարման մեջ, մենք չենք հաջողի, որտեղ անտարբերությունը մեզ կհոշոտի։ Շնորհակալություն, մաղթում եմ ձեզ եւ մեզ բոլորիս համատեղ աշխատանք, արդյունքների ցուցադրում ոչ թե մյուս տարի։ Այս վերջին օրերի ընթացքում մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության իրավապահ ոլորտի, հատկապես դատախազության եւ քննչական կոմիտեի հաղորդումները եւ կարծում եմ, որ իմ ընկերները, իմ գործընկերները առավել քան ըստ ուղղությունների եւ հարցադրումների եւ ելույթների ժամանակ ներկայացրեցին այն իրողությունը, որ տիրում է Հայաստանի Հանրապետությունում։ Ես ստիպված եմ նորից անդրադառնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որովհետև մնացած բոլոր հնչեղ հարցերի շրջանակներում 44-օրյա պատերազմը ամենակարևոր եւ ամենաաղետալի իրադարձությունն է, որը որ եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության համար ամենադժվար իրավիճակն է ստեղծել այսօրվա դրության։ Ես եւ դատախազին հարց տվեցի եւ նաեւ ձեզ, պարոն Պողոսյան, վերաբերող թե պատերազմի ընթացքում եւ թե պատերազմից հետո իրականացված գործողություններին, բայց հիմա կարող եք կամ եզրափակիչում կամ նաեւ հետագայում գրավոր տեղեկացնել, կարծում եմ, որ խորը ուսումնասիրությունից հետո պետք է պատասխանեք մի պարզ հարցի։ Այստեղ խոսք գնաց 13000 քրեական գործերի եւ 13000 քրեական գործերից քանիսն են այդ 13000-ից վերաբերում բանակին եւ քանիսն են վերաբերում մնացած բոլոր ոլորտներին, ովքեր հավասարաչափ պատասխանատվություն են կրում, թե քաղաքական, թե իրավական պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար։ Գիտենք, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է եւ քաղաքական ղեկավարներից, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարներից է կախված, թե ինչպես է պատերազմը սկսվում, ինչ հանգամանքներ են դրանից առաջ լինում, ինչպես վարել այդ պատերազմը, ինչ ինտենսիվությամբ գործողություններ իրականացնել, ինչպիսի պայմանների գնալ հաշտության պատերազմը կանգնեցնելու, այսինքն ինչ արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել, որպեսզի համագործակցությամբ եւ նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների այսպես ենթատեքստում համագործակցություն իրականացնել ռազմավարական գործընկերների կոալիցիոն համակարգի հետ միասին պատերազմը կանգնեցնելու եւ համապատասխան ընթաց տալու համար։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ թույլ այսպես ռազմաքաղաքական ղեկավարների համար անչափ կարեւոր է, որ այդ պատերազմը կամ արագ կանգնեցվի, կամ էլ գնալ հաշտության, ամեն ինչ ձեռնարկել գնալ հաշտության։ Այս իրավիճակում անչափ կարևոր է, որպեսզի մենք գնահատական տանք մեր իշխանության բոլոր թևերին, Այսինքն ինչ ռազմաքաղաքական որոշումներ են ընդունվել կառավարությունում, այսպես անվտանգության խորհրդում, ինչպես է ուսումնասիրվել ռազմական գործողությունների թատերաբեմը, ինչպիսի ուժերի դասավորվածություն կա, հակառակորդի այսպես հնարավոր գործողությունների բնույթը, նրա ուժերի դասավորվածությունը, այսինքն երկիրը ինչպես մոբիլիզացիայի ենթարկել եւ ռազմական ռելսերի վրա դնել, որպեսզի կարողանան երկիրը պաշտպանել, նաեւ կարողանան Արցախը պաշտպանել։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխան տա սահմանակ բլոկի ղեկավար Խոսում ենք
քննիչ հանձնաժողովի մասին քիչ առաջ պարոն Քոչարյանը ասաց, բայց այդ նույն քննիչ հանձնաժողովի գործառույթներից շատ-շատը պետական համակարգը ունի այն գործիքները, որոնք որ իրենք կարող են իրականացնել, քննել, բայց քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա իշխանության բոլոր թևերին։ Հիմա իշխանության բոլոր թևերին գնահատական տալը քիչ չի, ձգձգվում է արդեն երկար ժամանակ, բացի դրանից էլ մենք չենք տեսնում, որ տեսնում ենք, որ թիրախավորված է միայն բանակը։ Եվ ես կուզեի, որպեսզի պարոն Պողոսյան, որ դուք ձեր ավարտական խոսքի մեջ հետագայում նաև ասեիք, որ ասենք գնահատական ենք տվել պետությանը, հարուցված են քրեական գործեր, Հայաստան խմբակցության կողմից բազմաթիվ մի քանի ուրեմն նյութեր են կազմվել, թե անգործության, թե պետական դավաճանության, բայց այդ բոլոր գործերն էլ մնացել են այսպես օդի մեջ։ Դրա պատասխանները հանրությունը ուզում է տեսնել, ինչպես դուք եք, չէ՞ ասում, որ գնում ենք հարց են տալիս, մենք էլ ենք գնում, մեզ էլ են հարց տալիս։ Ինչու պետությունը այս վիճակի հասցված մարդիկ միջև հիմա որևիցե մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն չեն ստանձնում։ Շնորհակալություն։ Ագնես Ախամյան։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, պարոն Պողոսյան, ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իրավապահ ուժային բլոկի ղեկավարների պաշտոնանկությունների ժամանակ ազատվեց նաև իրեն այդքան նվիրված Արգիշտի Քյարամյանից։ Եվ ես այսօր ստացա այդ հարցի պատասխանը։ Ստացա այն ժամանակ, երբ որ դուք պատասխանում էիք իմ գործընկերոջ հարցին։ Պարոն Պողոսյան, այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը եւ Արտուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել, իսկապես կանգ առնելու կոչ եմ ձեզ անում, որովհետև այն ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական պատգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ, այդ բեռը իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք, լինելով քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին։ Պարոն Պողոսյան, ձեր ելույթը, հարց ու պատասխանները կարելի է ամփոփել այս երկու լուսանկարների մեջ, այս երկու անորակ լուսանկարների մեջ, որովհետև այն արդարադատությունը, որ դուք իրականացնում եք, այս լուսանկարների նման անորակ է, պարոն Պողոսյան։ Ես Լիլիթին տեսել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, 2 օր առաջ տեսակցել եմ իրեն, Լիլիթը այս նույն հագուստով էր գտնվում, պարոն Պողոսյան, այս նույն գիշերազգեստով էր գտնվում, հողաթափերով էր գտնվում, կնոջը բնորոշ ներողություն եմ խնդրում, ֆիզիոլոգիական վիճակում էր գտնվում, 8 ոստիկաններ, Կումայրիի բաժնի ծառայողները, ներխուժել են Լիլիթի բնակարան, տարեց մոր 78-ամյա կնոջ ներկայությամբ, առանց թույլ տալու, որ կինը գոնե իր հագուստը փոխի, այլ բան չեմ ասում, առանց թույլ տալու, որ իր հագուստը փոխի, բերման են ենթարկել բաժին, 2 օր շարունակ շուրջերկրյա ճանապարհորդություն են իրականացրել էլ հիվանդանոցներով, էլ ԶՊՎ-ով, էլ բաժնով, վերջին հանգրվանը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Պարոն Պողոսյան, դուք պետք է ուշադիր լինեք ձեր բառերի նկատմամբ։ Դուք այս ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար, ասում եք, որ բազմաթիվ քրեական գործերով անցնում Լիլիթ Աղեկյանը։ Ես ընդմիջման ժամանակ հասցրել եմ ճշտել, բազմաթիվ քրեական գործերով չի անցնում Լիլիթ Աղեկյանը։ Դուք ասում եք, դուք Լիլիթ Աղեկյանին մեղադրում եք հանցագործության մեջ։ Եթե ես չեմ սխալվում,
մեր երկրում դեռևս մարդուն հանցագործության մեջ կարելի է մեղադրել, եթե կա դատարանի ուժի մեջ մտած վճիռ։ Պարոն Պողոսյան, դուք օգոստոսին հանցանքների մեջ ա մեղադրում պարոն Պողոսյանը Լիլիթ Աղեկյանին, հանցագործ է անվանում։ Դուք օգոստոսին, պարոն Պողոսյան, դուք օգոստոսին գործ ուղարկել եք դատարան, հետո ձեր ուղարկած գործի հետևից չեք գնացել։ Մինչև այսօր նիստ տեղի չի ունեցել։ Տուժողները, մարզի դատախազը եւ դատախազի տեղակալը հրաժարվել են իրենց կարգավիճակից։ Դուք այս պայմաններում կանգնում եւ այս բարձր ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար հայտարարում եք, որ կինը անցնում է բազմաթիվ գործերով, ձևակերպումը ձերն է, եւ ասում եք, որ հանցագործ է ինքը։ Լուրջ եք ասում։ Քննչական կոմիտեի ղեկավարը իրավունք ունի նման հայտարարություններ անի։ Ես նորից եմ ասում, ԿՊԿ պատգամավորներ անգամ այդպիսի հայտարարություններ չեն անում։ Հիմա անցնենք մեր օրվա երկրորդ հերոսին, որի պաշտպանությունը դուք ստանձնեցիք։ Մի բան, որը իշխանության որևէ ներկայացուցիչ չի արել, բայց պարոն Պողոսյանը պետք է այդ ֆունկցիան վերցներ իր վրա։ Այս մարդու արարքը, նախ սկսենք նրանից, որ ծեծեր, լուրջ եք ասում։ 15 հոգով մեկի վրա հարձակվում են Թաղապետարանի շենքում, գործը հարուցվում է ծեծի հատկանիշներով, հա? Որ հետո մեղմ պատիժ սահմանեք։ Ես անկեղծ եմ ասում, դուք ինձ պաշտպանեցիք այս Թաղապետին, որ քիչ ամենում հավակնեք Արամ Զավենի Հանրապետության կուսակցության խոսնակի պաշտոնին։ Կարող եք ճշտել, եթե ազատը համատեղության կարգով նաև կարելի է ստանձնել խոսնակի պարտականությունները։ Հաջորդը Լիլիթ Աղեկյանի մասով եւս մի դրվագ։ Դուք ասում եք, որ խարդախության մեջ է մեղադրվում, դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, երկու դրվագներով է գործը։ Պարոն Պողոսյան, մենք երկրի ղեկավար ունենք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորություն ունենք, ով դատավորներին ասել է վնգստացողներ, հասկանում եք, երկրի ղեկավարը դատավորին ասում է վնգստացող, բայց էդ էլ քիչ է, կոչ արել, լինելով վարչապետ, արգելափակել դատարանների մուտքերը եւ ելքերը, ուզում եմ հասկանալ, խոչընդոտելը Լիլիթ Աղեկյանի, լրագրող Լիլիթ Աղեկյանի, դատարանի դալիճում արված տեսանյութն է, բայց երկրի վարչապետի կողմից դատարանի մուտքերը եւ ելքերը արգելափակելու կոչը չի, դա է ձեր արդարադատությունը։ Դուք տիկին Աննա Վարդապետյանի տեղակալն եք եղել, ձեր նախկին ղեկավարն ա եղել, ձեր շեֆն ա եղել, մի բան չեք սովորել տիկին Աննա Վարդապետյանից։ Մարդուն հարց են տալիս, ասում են տիկին դատախազ, սենց հոդված կա, հնարավոր է, որ սենց հոդվածով մարդու նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Դու դատախազն ես, դու մարդ ես, ով հանրային քրեական հետապնդում է հարուցում։ Ասում ես չեմ կարա մեկնաբանեմ։ Բայց դուք ստեղ իշխանական բոլոր արատները եկաք սրբագրեցիք, պարոն Պողոսյան։ Աշոտ Սիմոնյանի մասով հերքա մանիպուլացնեք։ Ամբողջ հանրությունը, այո, տեսել է, թե ինչա տեղ ունեցել Աշոտ Սիմոնյանի հետ։ Ինչա նշանակում, Աշոտ Սիմոնյանը չի եկել բողոք տալու, Աշոտ Սիմոնյանը շատ պարզ բան է ասել է կա մեղադրյալ, ասել են չկա մեղադրյալ, բա Աշոտ Սիմոնյանը պետք է այդ կապիկությունների մասնակիցը դառնալ, այսինքն, պարզ չի ելքի ինչ էր լինելու այդ գործի, կամ ես ձեր նախկին ղեկավարին, տիկին Աննա Վարդապետյանին հարց եմ տվել, ասել եմ տիկին դատախազ, դուք բացառիկ հնարավորություն ունեք, իրավունք ունեք, լիազորություն ունեք, հանրային քրեական հետապնդում հարուցելու ոստիկանի նկատմամբ ձեր տեսած, աչքի տեսածով, այն տեսանյութերով, որոնք առկա են, ինքը դա կարող է անի, այսինքն դրա համար Աշոտ Սիմոնյանի քննչական կոմիտե գնալը պետք չի բացարձակապես։ Եվ այդտեղ տիկին Վարդապետյանը մեծ մանիպուլյացիա արեց, ասեց դե տեսանյութը ապացույց չի, հետո այդ տեսանյութը պետքա զննենք, որ ինքը դառնա զննված տեսանյութ, հետո նոր որոշում կայացնենք։
Պարոն Պողոսյան, սա է ձեր արդարադատությունը եւ վերջում, քանի որ ես հարց տալու հնարավորություն չունեցա, ես ձեզ պետք է հարցնեմ, թե ինչ եղավ ի վերջո այդ 1 տոննա կոկայինի գործը, պարոն Պողոսյան։ Ինչ եղավ այդ գործը։ Իշխանական падգամավորները ընդդիմության վրա մունատ են գալիս, ասում են ոնց է Միրան Պողոսյանը 1 տոննա կոկային անցկացրել Հայաստան։ Հիմա ես եմ ձեր վրա մունատ գալիս, բայց ձեզնից ինչ իշխանություն, որ նախկին իշխանական ներկայացուցիչը, որը մի հատ է գտնվում է հետախուզման մեջ, 1 տոննա կոկային է անցկացնում Հայաստանի Հանրապետություն, նույնց եմ ասում, Հայաստանում ֆիզիկապես չլինելով, բայց ձեզնից ինչ իշխանություն։ Որևէ մեկը, հարցս հետևյալն է, որևէ պաշտոնյա, Մաքսայինի որևէ աշխատող անցնում է այդ գործով։ Ես գիտեմ պատասխանը, չի անցնում։ 1 տարին լրացել է այդ գործի, ոչ մեկ չի անցնում։ Այսօր որևէ մեկը կալանքի տակ չի գտնվում այդ գործով։ Մինչդեռ Լիլիթ Աղեկյանին դատավորին կոռուպցիոներ ասելու համար եկել են գիշերազգեստով ու հողաթափերով 78-ամյա իր խնամքի տակ գտնվող կնոջ ներկայությամբ հանել են իր բնակարանից ու 1 ամսվա կալանքի որոշում են տվել։ Սա է ձեր իշխանությունը։ Շնորհակալ եմ։ Նարեկ Գրիգորյան, համեցեք հաջորդ երեքի համար։ Մեծարգո փոխոսնակ, արգելի գործընկերներ, նախ շնորհակալ եմ պարոն Պողոսյան, հանգամանալից ներկայացնելու համար ձեր զեկույցը։ Մի նեղվեք ընդդիմության մոտ ջղաձգումները, որովհետև քրեական գործերի մեծ մասով հաստատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության падգամավորները կամ նրանց հարազատները չէ, որ անցնում են, հիմնականում ընդդիմության ու նախկին իշխանության անդամներն են։ Ուզում եմ ասել, այս քննադատությունները նորմալ ընդունեք։ Օրինակ, Տիկին Խամոյան, կներեք, բայց օրինակ չէի պատկերացնի, որ ազգային ժողովի ամբիոնից կպաշտպանեք 1 տոննա կոկային ներկրած անձնավորությանը, ով ըստ էության ձեր գաղափարներն է պաշտպանում կասեմ դրամասներ կասեմ, կամ ձեր թիմակիցների հետ ջերմ հարաբերություն ունի եւ պայքարում է ըստ էության մեր դեմ, նախ կոկայինը Հայաստան չի մտել, Հայաստանի սահմանին բռնվել այդ կոկայինը, հիմա ես հուսով եմ այդ մասին պարոն Պողոսյանը կխոսի, բայց մնացածի մասով պարոն Պողոսյանը կպատասխանի, ուզում եմ պարոն Պողոսյան մի հարցի էլի պատասխանեք, մի քանի ամիս առաջ մամուլում